Աշխարհի ամենականաչ երկրներից մեկում, որը բաղկացած է 6 կղզիներից, որտեղ կա կենդանաբանական այգի, արհեստական ջրվեժներ, դոլարային միլիոնատերեր, հայերը բնակություն են հաստատել շատ վաղուց։ Սրան դուք ինչ կարող եք ավելացնել, Անի, եւ ինչով էր ձեզ համար զարմանալի առաջին անգամ, երբ մտաք Սինգապուր, եւ աչքի զարնողը ինչն էր առաջինը, որ նկատեցիք։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ միանալ ձեզ հետ Սինգապուրից։ Սինգապուրը համարվում է փոքր գաճաճ պետություն, ընդամենը 28,000 հեկտար տարածքով, փոքրիկ կղզիքներ ունի, որոնք ամեն մեկը ունեն իր նշանակությունը, այսինքն ամբողջ երկիրը մի երկիր է, ամբողջ տարածությունը, այստեղ քաղաքներ չկան, այդ փոքրիկ կղզիներն են, որոնց ամեն մեկը ունի իր նշանակությունը, օրինակ մեկը նավթաշինական գործարանն է, մյուսը զվարճանքի կղզին է, կոչվում է Սենտոզա, որ շատ տուրիստիկ տեղ է, որտեղ գտնվում է Universal Studio-ն եւ շատ այլ զվարճալի սիրուն տեղեր, եւ բնականաբար դա փոքրիկ կղզի է ծովի բերանին, եւ ունենք նաեւ կղզի, որը աղբի հանածոներն է մշակում, եւ ունենք եւս մի կղզի, որը այդտեղ զորավարժություններ են անցկացվում Սինգապուրի բանակի կողմից, ես եկել եմ Սինգապուր 17 տարի առաջ, եւ բնականաբար երբ որ Սինգապուրի օդանավակայանից դուրս ես գալիս, միանգամից ես տաք օդն է խփում դեմքիդ, այսպես, ինչու եմ սա ասում, որովհետեւ այդ բոլորի մոտ նույն տպավորությունն է, այնուհետև երբ որ արդեն սկսում ես տաքսի ես վերցնում եւ արդեն գնում ես ուր որ պետք է գնաս քո հասցեով, այդ ձեր նշած կանաչեղենն է, եւ ծաղիկները, այսինքն օդանավակայանից դեպի քաղաք տանող ճանապարհը հայվեներ են եւ զարդարված սիրուն ծաղիկներով, Սինգապուրի տարին 12 ամիս նույն եղանակն է, նույն շոկը, այսինքն եթե անձրև է գալիս, խոնավությունը կարող է հասնել 92% խոնավության, իսկ եթե անձրև չի գալիս, մոտավորապես 80 աստիճան է խոնավությունը, եւ բնականաբար մոտ հիմնականում տատանվում է 30-ից 32 տաքություն 365 օր, այստեղ միշտ նույն եղանակն է, բայց իհարկե մենք ասում ենք, որ մենք ունենք երկու եղանակ, այսինքն մեկը դրսում, մեկը ներսում, ներսը ամբողջ կոնդիցիոներների տակ է եւ երբեմն այնքան ցուրտ, որ երբ որ շոկից մտնում ես սառեցված տարած, բնականաբար շատ միանգամից մրսում ես, բայց իհարկե արդեն 17 տարվա մեջ սովորում ես ամեն ինչին եւ նայում ես երկրի բարիքներին, իհարկե շքեղ բնությունն է, շատ գեղեցիկ ծաղիկներ, ծառեր, ամեն քայլափոխին, կանաչ, բնականաբար շատ ավելի հարուստ է լինում անձրևներից հետո, շատ գեղեցիկ ձայնով ծիտիկներ ունենք այստեղ, եւ մի քանի Սինգապուրին հայտնի կենդանիներ, սամբար եղնիկը կա, եւ այդպես ծովային փոքրիկ, այսինքն ծովային այդ կենդանիները կան, որ ճիշտ ասած չգիտեմ անունները, բայց անգլերեն otters կոչվում են, դա մեր այսպես բնիկներն են, դուրս են գալիս երբեմն ծովափ, փորձում են ինչ-որ ուտելիք գտնեն, մարդկանց հետ են շփվում, այսպիսին է Սինգապուրը։ Շատ լավ, իսկ 17 տարի առաջ առաջին անգամ երբ ոտք դրեցիք Սինգապուր, հայկական հետքը ո՞րն էր, առաջին հայկական հետքը, որը նկատեցիք։
Բնականաբար յուրաքանչյուր հայ, ով գալիս է Սինգապուր, առաջինը գնում է հայկական եկեղեցի։ Եթե չգիտեք, ասեմ, ուրեմն 1835 թվականին կառուցվել է Armenian Church կոչվածը։ Հենց այդպես է իր անունը, օֆիցիալ անունը, այսինքն Սինգապուրի հայկական եկեղեցի Գրիգոր Լուսավորչի անունով։ Ինչու Գրիգոր Լուսավորչի, որովհետև գործերը այսքան կառուցվել է այն մոտավորապես մարտի 5-ին հանձնվել է եւ 1836-ին օծվել է։ Արդեն տեղի եկեղեցականով, ճիշտ ասած, ես չգիտեմ ով է եղել առաջինը, չգիտենք, տեղեկություն չունենք, առաջինը ով է եկել այստեղ օծությունը, ով է արել եւ այլն, բայց բնականաբար բոլոր հայերը միշտ գնում են եկեղեցի եւ ես եւս բնականաբար գնացի ամուսնուս հետ եկեղեցի եւ ահագին ժամանակ մոտ մի քանի ամիս ես մարդ չէի կարողանում գտնել, ոչ մի հայ չէի կարողանում գտնեինք եւ այդպես մի քանի ամիս անց նոր շատ պատահականորեն ծանոթացանք արդեն հայերի հետ եւ արդեն այդտեղից սկսած արդեն մոտ 16.5 տարի ես կոորդինացնում եմ մեր հայ համայնքը։ Հայկական եկեղեցու կոմիտետը շատ փոքր է, մի քանի հոգով ենք, բոլորս կամավորներ ենք եւ ինչ որ անում ենք, ամեն մեկս մեր դերը ունի եւ բոլորս անում ենք շատ մեծ սիրով, որովհետեւ ես միշտ ասում եմ սա, մեր անձավորները թողել են մեզ այս մեծ ժառանգությունը, հայկական եկեղեցին, եւ մենք պետք է այն կենթանի պահենք, գեղեցիկ, մաքուր, միշտ խաղաղ, մենք միշտ ունենք մոմեր եւ շաբաթ կիրակի օրեր ունենում ենք երբեմն հարսանիքներ, ոչ հայերի, բայց այլ քրիստոնյաների։ Եվ ունենք հուշ այգի, որտեղ որ հին հայերի դավարանաքարերն են պահպանված, բայց որտեղ այսինքն գույները չկան, հայկական գերեզմանատուն չի եղել այստեղ, եղել է քրիստոնյաների գերեզմանատուն, բայց երբ որ Սինգապուրը արդեն ուրբանիզացվել է, մեծ հայվայրներ են սկսել կառուցել եւ այլն, հին գերեզմանոցները, այսինքն 100 տարուց ավել, ոնց որ տեղ են հարթել, որպեսզի այդ մեծ հայվայրները կառուցեն։ Եվ այսինքն հիմա 1-2 փոքր գերեզմանատուն ունենք, դա միայն մուսուլմանների եւ ոնց որ այն քրիստոնյաների համար են, որոնք պարտավորված թաղվում են հողի մեջ, հողի տակ։ Իսկ հիմնականում Սինգապուրում վառում են։ Շատ լավ, իսկ հայ անվանիներից ովքեր են հանգչում Սինգապուրում, Սինգապուրի գերեզմանատանը։ Հին հայերը, մոտավորապես առաջին սերնդի հայերն են։ Մի քանի մեծ խոշորագույն անուններ ունենք, որոնք մեծ խոշոր ներդրում են արել Սինգապուրի պատմության կերտման մեջ։ Եվ բնականաբար մենք միշտ իրենցով հպարտանում ենք եւ նույնիսկ երկուսի դամբարանակարերը մեզ մոտ են հուշ այգում։ Խնդրում եմ բոլորին, սա շատ անգամ եմ ասում, սա գերեզմանոց չի, այնտեղ ոչ մի դի չկա տակը, դա ուղղակի հին գերեզմանոցից պահպանված մեր հայերի դամբարանակարերն են։ Եվ ունենք ուրեմն Խաչիկ Մովսիսյանը, որը Սինգապուր գալով դարձել է Խաչիկ Մոսես, ինքը հիմնել է Սինգապուրի ամենօրյա թերթը, կոչվում է Straits Times, այսինքն մինչև այսօրս էլ թերթը ամեն օր եթեր է դուրս գալիս եւ նաեւ on-line ռեժիմով, այսինքն եթե մարդիկ չեն առնում կարդում, on-line են կարդում նորությունները, դա ամենամեծ եւ հիմնական թերթն է Սինգապուրի նորությունների։
Եվ իր դամբարանակարը մեր հուշագում է գտնվում։ Այնուհետև ուրեմն հա ասեմ մոտ թերթը մոտ 135 տարեկան է ինքը թերթը, այսինքն հիմնադիրներից մեկը մեր հայրենակիցն է եղել։ Եվ հաջորդ գերեզմանակարը, որ մենք ունենք, դա Աշխեն Հովագիմյանի կամ Ագնես Ջոակիմ իր փոքրիկ գերեզմանակարն է, տապանակարն է, եւ ով է նա Սինգապուրը ունի իր խորհրդանիշը, խոլորձը կամ օրքիդ, ասում ենք օրքիդ, եւ այս կինը ինքն է խաչասերել այդ հենց այդ տեսակը խոլորձի եւ այն գրանցվել է հետագայում որպես Սինգապուրի խորհրդանիշ։ Հաջորդ խոշորագույն ներդրումը ունեցել են Սարգիս եղբայրները, որոնք Raffles հյուրանոցի տերերն են եղել, այսինքն հոթելիերներ են եղել իրենք։ Փոքրիկ մի հատ փոքրիկ հյուրատնից աշխարհի մեծագույն հյուրանոցն են կայացրել, որտեղ շատ մեծ մարդիկ են միշտ ապրել եւ մեծ գրողներ, մեծ հեղինակներ, միշտ հարուստ մարդիկ են անցուդարձարել այդ հյուրանոցով եւ իրենց ներդրումը Սինգապուրում եւս մեծ ներդրում ունի եւ ունենք մի քանի փողոցներ հենց Սարգիս Road իրանց անունով, հետո ունենք Martin's Place, Martin's Lane, Մարտինյան ազգանունով մեկի անունն է, որոնք հայերը շատ փոքրաթիվ համայնք են եղել միշտ, երբևէ 300-ի չեն հասել, բայց ունեցել ենք հիմնականում դասախոսներ, բիզնեսմեններ, բնականաբար բոլորը եկել են բիզնես անելու համար, վաճառականներ են եղել այստեղ, եւ հետո հետագայում ունեցել ենք լուսանկարիչներ, դասախոսներ, դասատուներ, ունեցել ենք նաև դատավոր, այդ Ագնես Ջոակիմի Աշխեն Հովագիմյանի եղբայրը նաև եղել է դատավոր այստեղ Սինգապուրում։ Այս պահին ինչով են զբաղվում հայերը, որ ոլորտներն են ներկայացնում եւ Անիկ խնդրեմ ասել Սինգապուրի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներսում հայեր կան արդյոք։ Բնականաբար ոչ կառավարությունում, ոչ գործադիր այլ օղակներում հայեր չկան։ Ուրեմն ասեմ, որ Սինգապուրը քաշում է իրենով expat մարդկանց, այսինքն բոլորը այստեղ գալիս են, բոլոր հայերը եւ մնացած ազգիները այստեղ գալիս են աշխատանքային պայմանագրերով, այսինքն գալիս են 1 տարի է, 2 տարի է, 5 տարի է աշխատում են եւ գնում են։ Ցավոք սրտի մենք երբեմն մեր համայնքը մեծանում աճում է մոտ 120 հոգու, բայց հիմա օրինակ շատ մարդիկ են գնացել եւ գնում, որովհետեւ ասենք իրենց պայմանագրերը ավարտվում են եւ բնականաբար լքում են երկիրը։ Հիմնականում բոլորը IT, ֆինանսների ոլորտում են, ունենք դասախոսներ, ես ինքս դասախոս եմ, ջութակահար եմ եւ ջութակի դասեր եմ տալիս եւ ասեցի ֆինանսական IT սեկտորում աշխատողներ ունենք եւ բնականաբար համայնքի թվերը միշտ մի քիչ մեծանում է կամ փոքրանում է, այսպես։ Ձեր աշխատանքից կխնդրեմ խոսել, ինչ լեզվով եք դասավանդում, արդյոք տեղացիները գիտեն, ծանոթացրել եք նրանց հայկական մշակույթին, հայկական երաժշտարվեստին, այս իմաստով ինչ կարող եք պատմել։ Ուրեմն Սինգապուրում գոյություն ունի 4 օֆիցիալ լեզուներ։ Դա պայմանավորված է ինչով։ Քանի որ մենք ունենք մեծամասնությունը չինացիներ են, բայց Սինգապուրի չինացիներ բնականաբար իրենց մայրենի լեզուն չինարենն է, դիալեկտներից մեկն է։ Իհարկե մանդարինը կամ ասենք յուրաքանչյուր ընտանիք ունի իր դիալեկտը, չէ՞։
ըստ իրենց կլանների։ Եվ ունենք մալայները, որովհետև Սինգապուրը եղել է Մալազիայի մի մասը առաջ, մոտ 30 քանի տոկոս մալայներն են, որոնք խոսում են մալայերեն, իրենց լեզուն, բահասա մալայու։ Եվ ունենք փոքրաթիվ համայնք, մոտ 17%, եթե չեմ սխալվում, միշտ թվերը կարող են այս կողմեն կողմ լինել, դա թամիլ հնդիկներն են, այսինքն իրենք էլ ունենում են, այսինքն իրենք էլ խոսում են իրենց մայրենի լեզվով, թամիլերենով։ Եվ մնացածը, այսինքն այդ մնացածի մեջ մտնում են ով ասես, աշխարհի տարբեր ազգեր, որոնք աշխատանքի բերումով գտնվում են այստեղ, կամ ֆիլիպինցիներ, ինդոնեզիացիներ, թայեր, այսինքն բոլոր ազգերի ներկայացուցիչները կան։ Սինգապուրը միշտ է եղել խառնարան, եւ դրա պատճառով է անգլերեն լեզուն միավորող լեզու բոլորին։ Այսինքն երբ որ մենք եկել ենք այստեղ, մենք խնդիր չի եղել, որովհետեւ միանգամից սկսել ենք դասավանդել անգլերենով եւ բնականաբար ներկայացնել հայ ժողովուրդ, հայ մշակույթ, Հայաստան, ես ամեն օր ինչ որ մեկին, թեկուզ ինչ որ տաքսիստի պատմում եմ, թե ասենք, թե Հայաստանը որտեղ է, հայկական եկեղեցին գիտեք, հա, այդ երկիրն է։ Եվ ըստ դրա կապված, եթե մարդիկ շատ ավելի խորը ուզում են խորը ուսումնասիրություններ անել եւ այլն, իհարկե ես ավելի իրենց տեղեկություններ եմ տալիս եւ հրավիրում եմ համերգների եւ բնականաբար երբ որ նվագում ենք հայկական երաժշտություն շատ հետաքրքրություն կա, որովհետեւ ոնց որ միշտ արևմտաեվրոպական կոմպոզիտորներն են ոնց որ ամենաառաջի դիրքում, բայց ես եւ ամուսինս եւ մեր մյուս գոլեգաներս փորձել ենք միշտ հայկական երաժշտություն նվագենք, երգենք եւ մեր աշակերտներին նույնպես սովորեցնում ենք Խաչատրյան նվագել, Բաբաջանյան, Միրզոյան կամ համերգներին իհարկե բնականաբար ավելի ծավալուն գործեր ենք նվագում եւ Կոմիտաս եւ մնացած մեր սիրված կոմպոզիտորներին եւ ժամանակակիցներին նույնիսկ։ Վերջին մշակութային իրադարձությունը միջոցառումը հայկական որտեղի ունեցել երբ էր։ Ուրեմն ապրիլի 24-ին ինչպես միշտ մենք անում ենք հուշ համերգ մեր եկեղեցում, արդեն մոտ 16 տարի անում ենք, բացառությամբ 2 COVID տարիների, որտեղ եկեղեցին մեր փակ էր, եւ միշտ անում ենք համերգներ, այնուհետեւ ծաղկեպսակ ենք դնում Խաչքարին, մենք ունենք 100-ամյակին նվիրված Զոհերի հիշատակին շատ գեղեցիկ խաչքար բերված Հայաստանից եւ բոլորս միշտ մարդկանց հորդորում ենք, որ քայլեն մեզ հետ դեպի Խաչքար եւ ծաղիկները դնում ենք եւ մեկ րոպե լռությամբ հիշում ենք մեր հայրենակիցներին, ովքեր այդ սարսափի մեջով անցել են։ Եվ սա է, որ մենք միշտ բոլորին բացատրում ենք, ասում ենք, տեղեկացնում ենք եւ այդ դրանից հետո մենք այս վերջերս ունեցել ենք ուրեմն հայկական մեր Սինգապուրում հայկական հյուպատոսության բացումը, մենք ունենք նոր հյուպատոս, Չենք Թիմջինն է, որը շատ հետաքրքրված է Հայաստանով, նա եղել է Հայաստանում եւ շատ մեծ ծեր ունի եւ հետաքրքրություն է ցուցաբերում Սինգապուր-Հայաստան կապերի ավելի խորացմանը, զարգացմանը, շատ նաեւ շատ տեղ է տալիս մշակութային ինչ որ միջոցառումներին, այսինքն ինքը շատ նոր է եւ դեռևս երևի 2 շաբաթ եւ արդեն մենք սկսում ենք իր հետ աշխատել, որպեսզի
բնականաբար տարածել հայկական մշակույթը եւ այլ կապեր դրանք կլինեն առևտրական, դա կառավարական երկրների միջև դա միշտ էլ շատ հաճելի բան է կարծում եմ 4 պետական լեզուն եք եթե ճիշտ արձանագրեմ հայոց լեզուն ինչպես եք պահպանում արդյոք այս մարտահրավերի առաջ դուք կանգնած չեք այդտեղ ինչպես եւ ցանկացած հայկական համայնք այո դե գիտեք մենք Հայաստանից ենք մեզ այդպես բարդ բան չի հայերենը պահպանել որովհետեւ մենք խոսում ենք հայերեն բնականաբար ես այսինքն մեր ընտանիքում մենք խոսում ենք հայերեն իմ աղջիկը այստեղ է ծնվել ինքն էլ է խոսում շատ լավ հայերեն, բայց իհարկե մի քիչ ակցենտ ունի, այսպես ոնց որ օտարերկրացին խոսի։ Ես շատ ուրախ եմ, որ կարողացանք իրենց ստիպել, որ հաղորդակցվի հայերենով գոնե տատիկների, պապիկի հետ եւ ընդհանրապես Հայաստանում ժողովրդի հետ հայերեն խոսի, որովհետեւ դա իհարկե ասած ձեզ շատ մեծ մարտահրավեր է, բայց իհարկե այս վերջերս նաև մեր շատ լավ սիրելի ուսուցչուհիներից մեկը կամավորական հայերեն դասեր է տալիս եւ ունենք մի քանի երեխաներ, որոնք Կիրակի օրերին գնում են եւ միս Սյուզաննայի հետ հայերենի դասեր են անում նույնիսկ փոքրիկներ շատ ունենք, որ 1-2 տարեկաններն են, որ փորձում ենք իրենց անպայման որ հայերեն խոսեն։ Բնականաբար այլ տարբերակ չկա, պետք է պահանջել խոսեն։ Թե չէ, եթե չես պահանջի, իրանք անգլերեն խոսեն, որովհետև իրենք անգլերենով են այստեղ շփվում, դպրոց գնում, մանկապարտեզ գնում, հաղորդակցվում, բնականաբար իրենց համար դա ավելի հեշտ է։ Բայց պետք է ստիպել, որ խոսեն երեխաները։